Հարգելի հեռուստատողներ, հեռանկարի հյուրն այսօր Գեղարդ հիմնադրամի վերլուծաբան, Երևանի պետհամալսարանի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Գոռ Մարգարյանը։ Բարև ձեզ։ Պարոն Մարգարյան, շնորհակալ ենք մեր հրավերը ընդունելու համար։ Երեկ այսօր Հայաստանում հիշատակի օրեր են Սումգայիցյան դեպքերի կոտորածների։ Այնինչ տեղի ունեցավ 38 տարի առաջ, երբ դեռ մենք ապրում էինք խորհրդային երկրում։ Սկզբում որպես նախաբան, այսպես վերլուծաբանի եմ դիմում կամ պատմաբանի, կան այս իրադարձությունների հետ կապված փաստեր, բացահայտումներ, որոնք համեմատաբար նոր են, վերջին 1-2 տարիների բացահայտումներ են։ Պետք է ասել, որ փաստեր եւ բացահայտումներ ի հայտ են գալիս պարբերաբար եւ ի հայտ են գալիս ոչ միայն փաստերի, փաստաթղթերի տեսքով, այլ ի հայտ են գալիս մեր հարևան եւ հիմնականում ոչ այնքան բարեկամական տրամադրվածություն ունեցող ադրբեջանական դաշտից, երբ նույնիսկ կեղծարարական տարբեր հրապարակումների մեջ ինքնախոստովանական որոշ նոտաների տեսքով իրականության երես են դուրս գալիս, իրական բարձվում են նոր հանգամանքներ, նոր իրողություններ, խոստովանություններ, թե ադրբեջանցի նախկին գործիչների, թե նրանց հետ համագործակցած խորհրդային գործիչների, փաստեր, որոնք փորձել են թաքցվել, փաստեր, որոնք փորձել են անտեսվել եւ ինչը պակաս կարեւոր չէ, այստեղ խնդիրը կայանում է ոչ միայն դրանում, որ նոր փաստեր եւ իրողություններ են ի հայտ գալիս, խնդիրը կայանում է նաեւ հարցի բարձրաձայնման, բարբերական բարձրաձայնման, շարունակականության եւ դրա անհրաժեշտության մասին, որովհետեւ ցավով պետք է նշել, որ թեմայի վերաբերյալ հետազոտությունների շարունակականությունը կամ հարցի լուսաբանումը, միջազգային հանրայնացումը տևականորեն հիմնականում բարբերականությունը ոչ միշտ է գտնվում պահանջված մակարդակի վրա։ Դա բուն ժամանակի հետ նաև կապ ունի, այսինքն ինչ կանում ենք հեռանում ենք իրադարձություններից, այնքան ամեն ինչ մոռացվում է, թե նաև որոշակի քաղաքական զարգացումների, քաղաքական գործընթացների հետ կապ ունի։ Ժամանակի հետ իրականում ես չէի կապի, ես կկապեի շատ ավելի այլ գործոնների, նաև քաղաքական գործոնների հետ, կկապեի նաև այն հանգամանքի հետ, որ ադրբեջանական կողմը բավական ինտենսիվ աշխատում է մեծ պարբերականությամբ եւ մեծ ինտենսիվությամբ այս ուղղությամբ եւ փորձում է դաշտը լցնել թե մեդիա դաշտը, թե գիտական դաշտը եւ թե քաղաքական դաշտը լցնել տարատեսակ ապատեգատվությամբ, տարատեսակ թեզերով Սումգայիթյան դեպքերի վերաբերյալ, որոնց հիմնական նպատակը մեղքի սլաքը ադրբեջանցիների եւ Ադրբեջանի վրայից շեղելն է։ Այնուամենայնիվ դրանք իրականում ունեն այնքան դասակարգելի պրիմիտիվ բնույթ, որ կարելի է ուղղակի հեշտորեն դրանք դասակարգել ցույց տալով դրանց իրական բնույթը եւ բարձել հասկանալ, որ նաեւ չբարձրաձայնելու պարագայում հակառակ կողմը կարողանում է հանրությանը, միջազգային հանրությանը, սեփական հանրությանը համոզելու այնպիսի բաների մեջ, այնպիսի իրողությունների մեջ, որոնք իրականության հետ ունեն կամ նվազագույն աղերս կամ ընդհանրապես աղերս չունեն։ Դրա ասվածի զարգացման, մտքի զարգացման պիկը կարելի է համարել օրինակ 2019 թվականի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը, երբ ելույթի մեջ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ վստահեցնում են, որ Սումգայիթյան դեպքերի մեջ մեղավոր են միմիայն հայերը եւ հայ ազգայնականները։ Ամենաբարձր մակարդակով մեղադրանքի սլաքը այն է, թե հայերը մեղադրվեցին իրենց իսկ ջարդելու, իրենց իսկ սպանելու, այրելու եւ բնակավայրերից, սեփական տնից քշվելու մեջ։ Ադրբեջանի այդ քաղաքականությունը դե չի վերաբերում միայն Սումգայիթի դեպքերին, չէ, առհասարակ քաղաքականությունը այդպիսին է։ Ես ուզում եմ նաև հարցնել, թե այս վերջին տարիների ընթացքում ինչ որտեղ գուցե հենց վերջին իրադարձություններով, զարգացումներով պայմանավորված, արդյոք մեր հանրության շրջանում կամ գոնե
որոշ հատվածի մոտ ընկալումները Սումգայիցյան դեպքերի պատմական կարևորության եւ այլնի հանդեպ չեն փոխվել։ Հանրության շրջանում կդժվարանա պատասխանել ընկալումների փոփոխության տեսանկյունից ենթադրում եմ, որ որոշակի փոփոխություններ պիտի կրած լինեն պայմանավորված այն հանգամանքով, որ նաև հենց Սումգայիթի, ոչ միայն Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի հայությունը մի զգալի մասը ուղղակի տարիների ընթացքում Հայաստանից արտագաղթել է։ Եվ սա կարևոր հանգամանք է այն առումով, որ այդ մարդիկ են հենց իրական կրողները բռնագաղթի Ադրբեջանից, իրական կրողները ցավոք սրտի այն հալածանքների, ջարդերի, որ կրել են Ադրբեջանում եւ Հայաստանում նրանց շատ փոքր կամ զգալի մասը հիմնականում Հայաստանից դուրս է գտնվում։ Գիտեք, ես ինչ նկատի ունեի։ Տեսեք, հիմա մենք հիշատակի օրեր են, չէ՞, մենք հիշում ենք այդ Սումգայիցյան այդ սարսափելի դեպքերի ոչրագործության զոհերին, հարգում ենք նրանց հիշատակը։ Մյուս կողմից մենք խաղաղություն ենք կառուցում Ադրբեջանի հետ, կամ փորձում ենք կառուցել, կամ, չգիտեմ, գուցե դա իմիտացիա է, գուցե իրականություն է, ինչ-որ բան փորձում ենք անել եւ կարծես թե այս դրամաբանության մեջ այդ երկու իրողությունները չեն տեղավորվում։ Մյուս կողմից մենք խաղաղություն ենք կառուցում, այն մյուս կողմից մենք հիշում ենք դեպքեր, որոնք տեղ են ունեցել 30 տարի առաջ եւ որոնք կապ ունեն Արցախյան իրադարձությունների հետ եւ երբեմն իշխանական թևից նաեւ լսում ենք, որ Արցախի էջը պետք է փակել եւ այլն եւ այլն եւ նույնը կամ նմանատիպ շուտ դրսեւորումներ նաեւ Ադրբեջանում կան։ Ես այս կերպ պատասխանեմ հարցին 1905-6 թվականների հայ-թաթարական բախումներից հետո նույն կերպ պիտի տրամաբանական չհամարվեր, դժվար լիներ հավատալ, որ այն մարդկանց ժառանգները, սերունդները, որ 1905-6 թվականներին Բաքվում եւ այլուր հարձակվում են հայերի վրա, հրկիզում հայ մեծարուստների եւ հայերի տները, սպանում նրանց փողոցներում տալով դրան նաև ազգայնական բնույթ եւ ընդհանրապես ազգայնականությունը սկսեց իրենց մոտ ավելի ամրանալ, ամրապնդվել հենց այս ընթացքում։ Թող մեր խորհրդային տարիներին այս ամբողջը պետք է խորհրդային եղբայրության գաղափարախոսության շրջանակներում կողքի կարողանային ապրել եւ այլն, բայց Սումգայիթը ցույց տվեց, Կիրովաբադը, Բաքուն ցույց տվեցին, որ հայերի ջարդերի կազմակերպիչները ինչքան էր որ հետո մեղադրանքի սլակները տեղափոխեին, թե իբրև թե Հայաստանից Ադրբեջան տեղափոխված թուրքախոս մուսուլմաններն են, որոնք իրենց շարունակում են անվանել ադրբեջանցիներ, դրանք էին հիմնականում հրահրողները, այնուամենայնիվ հենց տեղի ադրբեջանցին նույն խորհրդային պետության մեջ հարձակվեց իր խորհրդային եղբայրության գաղափարախոսությունը կիսող հայի վրա եւ սպանեց, բռնաբարեց, այրեց ու ջարդեց նույն հային։ Հիմա տեսեք, ես որոշակի զուգահեռ տանում նաև ցեղասպանության այդ իրողության գաղափարի հետ, տեսեք մենք երբ որ հիշատակում ենք ցեղասպանությունը բարձրաձայնում ենք եւ այլն, դա Թուրքիային դուր չի գալիս եւ ներկայումս մենք էլ կարծես թե մեր ամենայնտեպս այսօրվա իշխանությունները փորձում են որոշակի այսպես հարաբերություններ բարելավել Թուրքիայի հետ եւ կարծես թե մեկը մյուսին մեր պատմությունը, մեր քաղաքական հեռանկարներին կամ հարևանների հետ մտերմանալու հեռանկարներին ոնց որտեղ խանգարում է։ Դրա համար ես կարծում եմ նույն նկարել է զուգահեռ նաև Ադրբեջանի պարագայում այս նույն Սումգայիցյան դեպքերի եւ այսօրվա ձգտումների իշխանությունների դե պետք է ի վերջո մենք բարեկամական հարաբերություններ ունենանք այն երկրի հետ, որ այդ անմիջական հարևան ենք։ Իրավի դուք ճիշտ թիրախավորեցիք հարցը եւ այնպես ինչպես դուք եք հարցը բարձրացնում, նման կերպ արևմտյան հետազոտողների մի մասը արդեն իսկ դիտարկումներ ունի Սումգայիթյան դեպքերի ուսումնասիրության օրինակով, երբ հետարքիր մի պարբերություն հիշեցի, երբ պարբերություն հնչում էր մոտավորապես այս կերպ, Սումգայիթի հայերի համար ջարդերը, տեղահանությունը ունեին գրեթե այն պատկերը, արտնասնում էին այն հիշողությունները, որոնք իրենց պապերը եւ նախապապերը տեսել էին դարասկզբին եւ ադրբեջանցին սկսում էր նրանց մոտ նույնանալ, ընկալվել որպես նույն թուրքը, օսմանյան թուրքը։ Եվ այս տեսանկյունից իհարկե ձեր բարձրացած հարցը իրավացի է։ Հիմա խոսենք այդ արևմտյան Ադրբեջան խոսույթի մասին, ես կարծում եմ սա խոսույթը, որը
ուղված չէ միայն ներքին լսարանին կամ գուցե ավելի շատ ուղված հենց դրսի ինչ որ լսարանին եւ դա ժամանակի ընթացքում այսպես կաթիլ ներգործելու նաեւ դրամաբանություն ունի այսինքն այն ինչ որ այսօր անում է Ադրբեջանը մենք կարծես թե այսպես ոմանք ծիծաղով, ոմանք չհասկանալով չեն պատկերացնում ինչ է դարվում, բայց 5 տարի հետո, 10 տարի հետո, 20 տարի հետո մենք չգիտենք, թե դրա էֆեկտը ինչպիսին կլինի եւ աշխարհում արդեն հենց այդ խնդրի հետ կապված ինչ իրականում պատկերացումներ, ընկալումներ կլինեն։ Արևմտյան-Ադրբեջան թեզի հետ կապված, կասեմ ավելին, եւ ոչ միայն իրավացի եք։ Արևմտյան-Ադրբեջան թեզը, իհարկե, մենք կարող ենք, ինչպես դուք նկատեցիք, ծիծաղել, հումորով մոտենալ դրան եւ այլն, բայց դա շատ վտանգավոր գործելավոճ կլինի եւ ոչ արդարացված եւ կվախենամ ասել, որ նույնիսկ ձեր նշած ժամկետից ավելի կարճ ժամանակահատվածում կարողանան որոշակի հաջողությունների հասնել Արևմտյան Ադրբեջան կեղծ թեզի առաջքաշմամբ։ Ինչու է, որտեղից է այս մտավախությունը, աշխարհը չէր կարող պատկերացնել, որ ադրբեջանցիները նորաստեղծ ազգ եւ նորաստեղծ պետություն կարող են ներկայանալ որպես աղվանական ժառանգության, աղվանական պատմամշակութային ժառանգության, հայ պատմամշակութային ժառանգության յուրացնողներ եւ հայտարարեն իրենց դրանց կրողները եւ հանկարծ քրիստոնեական աշխարհի կենտրոններից մեկում Վատիկանում կազմակերպեն միջազգային խոշոր գիտաժողով եւ Ադրբեջանը, որտեղ կհայտարարեն քրիստոնեական երկիր, մտահոգված քրիստոնեական ժառանգության, աղվանական ժառանգության պահպանման խնդիրներով, դրա տակ ներկայացնելով հայկական ամբողջ պատմամշակութային ժառանգությունը աղվանական։ Սա ընդհանրապես մի դրվագ է, սա համալիր գործողությունների շարք է, որով ամբողջ մշակութային մեր շերտը իրենք անընդհատ ներկայացնելով, ինչպես դուք նշեցիք, կաթիլ առ կաթիլ փորձելով ցույց տալ տարբեր լեզուներով, բազմալեզու հրապարակումներով, մեդիա հրապարակումներով, գիտական հրապարակումներով դաշտը լցրեցին այնքան, որ ի վերջո կարողացան ստեղծել մի այնպիսի պատկերացում, որ իրենք ունեն որոշակի իրավացիություն ճշմարտության կորից կարծես իրենց ասացի մեջ կա, ինչը իրականությանը չի համապատասխանում։ Նույնը վերաբերում է Արևմտյան Ադրբեջան թեզին։ Ընդհանրապես կարելի է դիտարկել, նկատել, որ Արևմտյան Ադրբեջան թեզը հայտնվել է մեծ ինտենսիվությամբ վերջին տարիներին։ Ինչ է, եթե իրականության համապատասխանում է ադրբեջանցիների լավագույն պատկերացումներում ենթադրենք իրականությանը, եթե համապատասխանում է իրենց ընկալումը Արևմտյան Ադրբեջանի վերաբերյալ, ինչ է միջև այդ Արևմտյան Ադրբեջանը չկար, սա արդեն իսկ ցույց է տալիս, որ սա հետագայում ստեղծված շինծու հորինված երևույթ է։ Բայց Հայաստանում կան մարդիկ, կան կարծիքներ, որ թե պետք չէ շատ լուրջ վերաբերվել ադրբեջանցիների այդ խոսույթին։ Նորից եմ կրկնում, եթե մենք լուրջ չվերաբերվենք, խոսույթը միայն հայաստանցիների շրջանում չէ, նույն խնդիրը ունեցել ենք օրինակ ես այս օրինակը շատ տպավորվել է ինձ մոտ, երբ վրացի գործընկերների հետ էինք խոսում եւ իրենք էլ ասեցին, դե գիտես, գիտական շրջանակներում լուրջ չեն ընդունում ի վերջո իրենց այս պնդումները, իրենց այս պատմակեղծարությունները լուրջ չեն ընդունում եւ ի վերջո վրացի մեր գործընկերները ստացան այն, որ Թբիլիսին հայտարարվեց ադրբեջանական քաղաք, Դավիթ Գարեջի վանական համալիրը հայտարարվեց ադրբեջանական եկեղեցական վանական համալիր եւ ինչը էլ ոչ պակաս հետաքրքիր եւ կարեւոր էր, հա, այս ամենից հետո ադրբեջանցիները բացի այն, որ փորձեցին յուրացնել ներկայացրեցին ադրբեջանական Թբիլիսին, Դավիթ Գարեջին եւ մնացյալը նույն գիտական հանրության լավագույն հրատարակչություններում, Քեմբրիջյան հրատարակչությունում, Բրիլ հրատարակչությունում, այլ ավելի հայտնի ռուսական հրատարակչություններում մեծ տեմպերով, հսկայական տեմպերով իբրև թե կեղծ մերձ գիտական հրապարակումներ սկսեցին տարածել այս ամենի վերաբերյալ, յուրացնելով թե վրացական, թե հայկական, թե իրանական, ամբողջ, թե աղվանական ամբողջ ժառանգությունը, ներկայացնելով այդ ամբողջը ադրբեջանական։ Հիմա կասկլիրեն, թե մեր հայ գործընկերները եւ մեր հայ հանրությունը, կլինի վրաց գործընկերները, թե միջազգային հանրությունը, որ կարող է հորդորել կամ լուրջ չվերաբերել այս ամենին, իրականությունը այն է, որ այսօր Քեմբրիջյան հրատարակությունները, Բրիլ 300-ամյա հոլանդական հայտնի խոշորագույն հրատարակությունը
հրատարակում է Ադրբեջանի վերաբերյալ կեղծարար թեզեր, սա փաստ է։ Հիմա մենք ինչ պետք է անենք, մենք պայքարում ենք սրա դեմ, թե պայքարում ենք, բայց լավ չենք պայքարում, թե պայքարում ենք գուցե միայն դիվանագիտորեն, բայց պետք է նաև գիտականորեն, պետք է նաև մշակույթի լեզվով, պատմության լեզվով, չգիտեմ, քարտեզների լեզվով, նոր գրականության լեզվով, մենք դա անում ենք։ Գիտեք, ես կառաջարկեի դա անել ոչ թե պայքարել, ես կառաջարկեի ուղղակի աշխատել եւ սիրել սեփական հայրենիքը գործով, կենացների մակարդակով նկատի ունեմ, դա աշխատանքով է պետք անել, հեծանիվ հորինել պետք չէ, եթե ադրբեջանցիները կամ մեկ այլ ժողովուրդ փորձում է յուրացնել քո պատմամշակութային ժառանգությունը, իրականացնում է հիշողության քաղաքականություն, փորձում է այլակերպել, այլափոխել անցյալը, ապագան այլ կերպ կերտելու եւ քոնը յուրացնելու համար, առնվազն դրան հակակշռելու համար պետք է բազմապատկել ուժերը եւ աշխատել հնարավոր ավելի մեծ թափով։ Այն է եւ մեդիա դաշտը եւ գիտական դաշտը ուղղակիորեն կարիք ունի հայագիտական օբյեկտիվ հրատարակությունների, հետազոտությունների հանրայնացման, միջազգային գիտահանրայնացման, ինչու՞ չէ նաեւ մեր հանրությունը եւս կարիք ունի այս թեմաների վերաբերյալ տեղեկատվության, գիտահանրամատչելի նյութերի ստացման եւ այս առումով այո աշխատանքներ տարվում են, կատարվում են, ես կխուսափեմ դրանց ծավալը բնութագրելուց, ասել թե բավարար չափով կամ անբավարար չափով, այնուամենայնիվ պետք է ասեմ, որ ես պատասխանատու կարող եմ հայտարարել իմ եւ իմ գործընկերների աշխատանքի համար հետեւողական եւ անաչառ օբյեկտիվ աշխատանք առնվազն մենք եւ մեր գործընկերները նկատի ունեմ Գեղարդ հիմնադրամը, Գեղարդ գետավերլուծական հիմնադրամը այս առումով իրականացնում է, բայց նորից եմ կրկնում հաշվի առնելով, որ մենք սիրում ենք կրկնել, որ նավթադոլարներ, մեծ փողեր, ավելի մեծ պետություն, դաշնակից Թուրքիա եւ այլն, այդ ամենը ունի Ադրբեջանը, բայց դա պետք է ոչ միայն հայտարարել, դա պետք է գիտակցել եւ հասկանալ, որ մեր դիմաց կանգնած է բազմակի ավելի սորեղ, ուժեղ մեկը եւ մեր ուժերը առանց բազմապատկելու, մեր ջանքերը առանց բազմապատկելու մենք ուղղակի չենք կարող ոչ միայն պայքարել, այլ գոնե բալանսավորել։ Շնորհակալություն, մեր զրույցը մոտենում է ավարտին, փորձեք 1 րոպեի սահմաններում, ես գիտեմ, որ որոշակի տվյալների Գեղարդ հիմնադրամը տիրապետում է, Արցախում 2020-ից հետո, նաև 23-ից հետո ինչ է մնացել, ես նկատի ունեմ այդ վանդալիզմի հետքերը, հետևանքները, ինչքան եկեղեցի է հավերվել, բղծվել, ենթարկվել վանդալիզմի կամ պատմամշակութային հուշարձաններ, եթե որոշակի վիճակագրական պատկեր կա։ Վիճակագրական պատկերի հետ կապված հստակ թիվ չեմ կարող ասել, որովհետև ուղղակի պատկեր ամբողջական չունենք եւ ընդամենը վերջերս այդ երբ Վաղուհասի դեպքը վանդալիզմի դեպքը բարձրաձայնեցինք, որի մասին պատկերացում էլ չունեինք, վանդալիզմի ենթարկված է, քանդված է, թե թողել են, ինչ է տեղի ունեցել, բարբերաբար որոշակի փաստեր ի հայտ են գալիս, մեր ձեռքի տակ հայտնվել էին տեսանյութեր, որտեղ ականհայտ երևում էր, որ սրբապատկերները եկեղեցուց պոկում են, խաչքարերը փշրում են եւ այդպիսով կարողացանք այս դեպքը արձանագրել, բայց վախենում եմ ասել հարյուրավոր դեպքեր դեռ մնում են չբացահայտված։ Մենք ուղղակի դրանց մասին պատկերացում անգամ չունենք, որովհետեւ արդեն դաշտը փակ է։ Շնորհակալություն։ Այսքանը հարգելի հեռուստատողներ, մեր հյուրն էր Գեղարդ հիմնադրամի վերլուծաբան ԵՊՀ դասախոս պատմական գիտությունների թեկնածու Գոռ Մարգարյանը։